Ենթադրյալ պետական գաղտնի տեղեկություններ հրապարակելու գործով պատգամավոր Աղազարյանին երբևէ հարցաքննության կանչել են։ Ինձ ոչ մի անգամ այդ գործով չեն կանչել։ Վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները 2024-ին հայտարարում էին, թե Հովիկ Աղազարյանը պետությանը վնաս հասցնող գաղտնի տեղեկություններ է հրապարակել։ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հավաստիացնում էր, Աղազարյանին առնչվող ուրիշ գործի շրջանակում նրա հեռախոսը առգրավված իրավապահները բացահայտել են պետական անվտանգության այդ սպառնալիքները, անգամ հակահետախուզական սպառնալիքներ ու զեկուցել իրեն։ Եվ անկախ մարմինը օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերը եւ թույլտվությունը ունենալով բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը այդքան էլ անկախ չի, եւ երբ որ այդ մարմինը այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ եւ բնականաբար այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում հեռախոսի տիրոջ հետ եւ պարտավոր էր զեկուցել իր վերադասին տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը նույն օրը ազգային ժողովի ամբիոնից սպառնաց, նախկին թիմակցին զրկել մանդատից։ Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ, քաղաքական, բարոյական եւ այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար։ Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար։ Գործադիրի ղեկավարի ելույթից հետո հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ հարուցեց պետական գաղտնի տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Այս գործի 1 տարին լրանում է։ Ինչ են պարզել քննիչները։ Հայաստանի անվտանգությանը սպառնացող այդ ինչ գաղտնի տեղեկությունների արտահոսք էր կազմակերպել պատգամավորը։ Կոմիտեից հրաժարվում են մեր հարցերին պատասխանել, պատճառաբանում, թե տվյալները հրապարակման ենթակա չեն, իսկ գործի քննությունը շարունակվում է։ Ամենօրյա ռեժիմով եք տեսնում վարչապետի նման կեսվածք, անպագորգոր բաները հայտարարում, հետո թե ինչ կլինի, արդեն երկրորդականը կարող է դա սխալվեցին, ինչ անենք, մարդիկ չեք սխալվում։ Քրեական գործով կասկածյալ մեղադրյալ կա, կոմիտեից սա էլ չեն ասում։ Աղազարյանը պնդում է, որևէ կարգավիճակ չունի, անգամ չգիտեր էլ այս գործը կա թե չէ, ու ինքն էլ է զարմանում, ինչպես կարող է մարդը պետության անվտանգությանը սպառնացող գաղտնի տեղեկություններ հրապարակեր ու 1 տարի ազատության մեջ լիներ, ավելին աշխատեր որպես պատգամավոր։ Նրա կարծիքով կոմիտեն պարզապես ապացույց չի գտնում։ Իհարկե անհիմն է, ոչ կարող պատետ այս բաներին։ Նախկին ԿՊԱ-կանը վստահեցնում է, իրեն պետական գաղտնիք երբեք հասանելի չի եղել, որ հրապարակեր։ Իր նախկին կուսակցի Փաշինյանի մեղադրանքը որակում է հաշվեհարդար, որ նրա խնդրանքը չկատարեց ու մանդատը վայր չդրեց։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Աղազարյան Հովիկը զրկվի մանդատից։ Բա չի տեղի ունենում իր ասածը։ Մնաց 4 ամիս։ 4 ամիս էլ եթե դիմանամ այսպես կոչված, վարչապետի ասածը չի լինում։ 4 ամիս հետո արդեն խորհրդարանը լուծարվում է, բնականաբար ես մանդատի լիազորությունները կորում է։ Հովիկ Աղազարյանին իշխող քաղաքացիական պայմանագրից հեռացրին նաև այս մեղադրանքով, թե ներկուսակցական քննարկումներից գաղտնի տեղեկությունների արտահոսք է կազմակերպել, եւ այդպես էլ չասացին ինչի մասին է խոսքը, ինչ է ասել, որ պետական գաղտնիք էր։ Կա կանոնակարգված ընթացք, թե պատգամավորը ոչ կարող է պատահի ծանոթանա պետական գաղտնիություն պարունակող փաստաթղթերի հետ։ Դա հատուկ մարմին գոյություն ունի, գնում ես այնտեղ ստորագրում ես, դիմում ես ստորագրում ես, բերում են տալիս են կարդում ես, քո կողքն նստում են որ կարդաս, հանկարծ չնկարես բան չանես ու հետ ես վերադարձնում համապատասխան ասենք պաշտոնյային։ Դա այդպես է արվում։ Ես երբեք դրանից չեմ օգտվել։ Նրա նախկին թիմակիցները իրենց նշած արտահոսքի մասին իմացել էին, երբ Աղազարյանի հեռախոսի ամբողջ անձնական տեղեկությունը իրավապահներից նրանց էր հասել։ Պատգամավորի փաստաբան Աննա Ծառուկյանը վստահ է, եթե պետական գաղտնիքի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն որևէ փաստ ունենար, Աղազարյանը ազատության մեջ չէր լինի, գոնե 1 անգամ հարցաքննության կկանչեին։ Պետական գաղտնիքի վերաբերյալ հրապարակայնության արդյունքում անձին տարի ու կես չծանուցելը, չհարցաքննելը խոսում է նրա մասին, որ այդտեղ առ ոչինչ
ապագայում մեղադրանքի հետ են գործ ունենալու։ Պետական գաղտնիքի վերաբերյալ բոլոր քրեական գործերը կարծում եմ ամենակարևորն է։ Փաշինյանի նախկին թիմակիցը համոզված է, փաստեր չեն էլ գտնի, իսկ եթե նպատակը մանդատից զրկելն էր, ապա ուշ է։ Խորհրդարանում իրեն ընդամենը 4 ամիս է մնացել։